Բարև Ռուբեն։ Բարև Վահագ։ Այս անգամ էլ լավ սկսեցինք։ Այսօր, քանի որ շատ արագ ենք նկարում մեր ոդկասթը, այսպես ու չենք հասցնելու այդ ինտրո տենց բաներ դնենք, միանգամից սկսելու ենք, սիրելի հեռուստադիտողներ, անպայման խնդրում եմ հենց ամենասկզբից դիտման անպայման հավանեք տեսանյութը, եթե հանկարծ բաժանորդագրված չեք Civic-ի ալիքին, բաժանորդագրվեք, իսկ մենք սկսեցինք։ Ու ես ենթադրում եմ, որ պետք է սկսենք պատերազմի կուսակցության, հենց պատերազմի կուսակցություն լինելու մասին խոսակցությունից։ Ասեմ ավելին, ավելի լայն սկսենք։ Ինչ ենք մենք ասում, ինչ է ասում պատերազմի կուսակցությունը այս վերջին օրերին։ Մենք ասում ենք, որ եթե նրանք հաղթեն ընտրություններում եւ Հայաստանը գնա իրենց առաջարկած ճանապարհով, պատերազմա լինելու։ Իրանք ասում են՝ սրիկաներ, դուք մեզ սպառնում եք պատերազմով, սա շանտաժ է։ Ինչը լիակատար աբսուրդ է, որովհետեւ մենք հո չենք ասում, որ պատերազմի լինել կամ չլինելը կախված է ՔՊ-ի լինել կամ չլինելուց։ Մենք ասում ենք, որ պատերազմի լինել կամ չլինելը կախված է նրանից, թե Հայաստանը ինչ ճանապարհ է ընտրում։ Եվ մենք առաջարկում ենք խաղաղության ճանապարհը, ավելի շուտ մենք առաջարկում ենք տեր կանգնել այն խաղաղությունը, որ արդեն իսկ կա։ Մենք այդ խաղաղությունը բերել ենք ինքը իրականություն է։ Ընդհանրապես մեկ բան է պետք անել։ Մեկնել ձեռքը եւ վերցնել այդ 100 տարվա խաղաղությունը։ Ինչ ասում ընդդիմությունը։ Ընդդիմությունը ասում է, չէ, այս խաղաղությունը մեր դուրը չի գալիս։ Այսի լավ խաղաղություն չի։ Մեզ պետք է ինչ-որ բաներ են, բնութագրիչները ամեն մեկը հնարում։ Մեկ ասում է, մեզ պետք է ուժեղ խաղաղություն, մյուսը ասում է, մեզ պետք է իրական խաղաղություն, մյուսը ասում է, մեզ պետք է արժանապատիվ խաղաղություն։ Բայց կապույտ խաղաղություն, կարմիր խաղաղություն, դեղին խաղաղություն, շագանակագույնը հատկապես շատ պահանջված է։ Միանշանակ։ Ու իրանք, բայց սա իրականում ինչ է, սա ձևը ասելու, որ հենց այս խաղաղությունը, այս օգոստոսի 8-ին հաստատված խաղաղությունը իրանց դուր չի գալիս։ Իսկ ի՞նչ է նշանակում ասել, որ այս խաղաղությունից դուր չի գալիս։ Նշանակում է, որ դու ասում ես, ես ուզում եմ սա վերաբանակցեմ։ Ու իրանք ուղիղ ասում են, որ իրանք ուզում են թրիպը վերաբանակցեն, խաղաղության պայմանագիրը վերաբանակցեն, խաղաղության հռչակագիրը վերաբանակցեն, սահմանազատման սկզբունքները վերաբանակցեն։ Հա պարզ է, եթե դու գալիս ես իշխանության եւ ասում ես, այս խաղաղությունը իմ դուրը չի գալիս, ինձ ուրիշ խաղաղություն է պետք, ես պետք է վերաբանակցեմ դրա բոլոր կոմպոնենտները, դա ուղիղ նշանակում է պատերազմ։ Եվ հետեւաբար, երբ որ մենք ասում ենք, եթե այս ուժերը գան իշխանության լինելու է պատերազմ, դա ոչ թե բայղուշություն է, դա ոչ թե սպառնալիք է, ոչ թե շանտաժ է, այլ պարզ վերլուծություն, որ եթե Հայաստանը ստանա այս իշխանությանը, որը անի քայլ ան, դրան հետևելու է քայլ բն։ Մյուս կողմից, եթե քաղաքացիական պայմանագիրը հաղթի ընտրություններում, ինքը շարունակելու է անել քայլ ան, այն է խաղաղության ճանապարհը, եւ դա չի բերելու քայլ B-ին, չի բերելու պատերազմի, այսքան բան։ Ու ստեղ կարևոր է, իրանք ամենաշատը ինչքան էլ մենք հիմա sense գրոտեսկ արեցինք, ասացինք իրանք ուզում են կանաչ խաղաղություն, կապույտ խաղաղություն, այսպես խաղաղություն, բայց իրանք բոլորը նույն պատերազմի կուսակցության բոլոր մասնիկները, Սամվել Կարապետյանը, Գագիկ Ծառուկյանը, Ռոբերտ Քոչարյանը, այն Թաթոյանը խառը Սերժիստները, Միայն Սամվել Կարապետյանը պատերազմի կուսակցություն չի, որտեղ ինքը Հայաստանի քաղաքացիություն չունի, միայն նաև Ռուսաստանի քաղաքացի։ Դե իր թիմն է պատերազմի կուսակցության։ Ինքը Հայաստանում չի կարող ինչ-որ կուսակցություններից լինել։ Ինքը պատերազմի կուսակցություններից մեկի քսակն է։ Շատ լավ, Կաշիլյոկը իր աշխատանքային լեզվով ասած, այնուամենայնիվ։ Հիմա այս բոլորը պատերազմի կուսակցությունը որպես այդպեսին ինչ ասում է, խաղաղությունը պետք է լինի երաշխավորով։ Ու սա շատ գրավիչ կա արհնչեր քաղաքացիների համար, շատ sense դուրեկան, լավ բան, ինչա երաշխավորից լավ բան կա այս կյանքում առած։ Մարդիկ դաժե որ գնում են վարկ վերցնելու, որ երաշխավոր ալնում այդ վարքին կանգնող, իտո ավելի լավ է։ Դա շատ ավելի կներես, դա շատ ավելի լավ կլներ մարդկանց համար, որ ակնհայտորեն շատ գրավիչ կարա թվա։ Եթե այն երաշխավորը, որին իրանք առաջարկում են, նույն ինքը ես չեմ կաշկանդվի, ասել իրենք ակնհայտորեն ակնարկում են, որ Ռուսաստանը պետքա լինի այդ երաշխավորը, նույն Ռուսաստանը չլիներ երաշխավոր Լեռնային Ղարաբաղում հայերի ապրելու։ 23 թվին ռուսական խաղաղապահները զինված կանգնած էին ու երաշխավոր էին Լեռնային Ղարաբաղում հայերի ապրելու։ Ինչ եղավ հետո։ Ասեմ ավելին, ավելի հեռվից գնանք։ Ով էր Ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծման երաշխավորը։ Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան, որպես ԵԱԿ Մինսկի խմբի համանախագահներ։ Ինչ կա, ոնց աշխատեց այդ երաշխավորությունը։ Ասեմ ավելին, ով էր Հայաստանի տարածքային ամբողջականության երաշխավորը։ Ռուսաստանը երկու պայմանագրով, բայց նաեւ ՀԱՊԿ-ը։ Ռուսաստանը, Բելարուսը, Ղրղստանը, Ղազախստանը եւ Տաջիկստանը։ Ինչ կա, այն որ ասում են, Սև լճից ինչ կա։ Հիմա ես եմ հարցում, Սև լճից ինչ կա։
Դուք եւ ձեր երաշխավորներ։ Հաջորդը, ասենք, բանը, Կիպրոսի անվտանգության երաշխավորները Թուրքիան, Հունաստանը եւ Մեծ Բրիտանիան էին։ Ինչ կա։ Ինչ եղավ այդ երաշխավորության հետ։ Ուկրաինայի տարածքային ամբողջականության երաշխավորները Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան եւ ոնց որ թե Ֆրանսիան էին։ Հա, Ֆրանսիան։ Ինչ կա, ինչ եղավ այդ երաշխավորության հետ։ Հասա շատ կարևոր բան է, էլի։ Ես վստահ եմ, որ Լեռնային Ղարաբաղից էթնիկ զտման ենթարկված մեր քույրերն ու եղբայրները այդպես սպասում են, աղաչում են, որ գա այդ երաշխավորը։ Իհարկե սա գրոտեսկ է։ Ամենևին չեն սպասում։ Աստված հերո պահի նման երաշխավորներ։ Բայց այդտեղ պետքա ֆիքսել էլի այդ, որ այս բանը շատ կարևոր է։ Այն երաշխավորը, որին որ առաջարկում են մեր ընդդիմադիր գործընկերներ, նույն ինքը Ռուսաստանը, միջև այս պահը այդ պայմանագիրը որտեվ չի չեղարկվի առնվազն։ Հանդիսանում է Ուկրաինայի անվտանգության երաշխավորը։ Բայց մի կողմ թողենք այդ, թեկուզ հենց մենակ Ռուսաստանի մի կողմ թողենք։ Արի բան անենք։ Վակուումի մեջ խոսանք։ Կարո՞ղ չի ով արի երաշխավոր, ցանկացած երաշխավոր։ Փաստա, որ ամենաճիշտ, ամենալավ եւ ամենաերաշխավորված ձևը հասնել խաղաղության այն է, երբ որ կողմերը իրենք գիտակցված հանգում են մի կետի, որ վերջ դադարեցնում ենք հակամարտությունը։ Երբ որ երկու կողմերն էլ ասում են դադարեցնում ենք հակամարտությունը, վրեժը մոռանում ենք, իրար ճանաչում ենք, սահմանները բացում ենք, սկսում ենք տնտեսական համագործակցություն։ Չկա ավելի մեծ երաշխավորություն, քան սա, որովհետև երբ որ կողմերը ասում են մենք դադարում ենք հակամարտությունը, այլ երաշխավոր պետք չի։ Երաշխավոր երբ է պետք։ Երբ որ կողմերը օրինակ հրադադար են կնքում, բայց երկուսի մտքին էլ կա հակամարտությունը վերսկսել։ Այդ ժամանակ կարող է երաշխավոր պետք լինի, որը իր փայը կստանա։ Ու հենց ստեղ է էլի որ ի հայտ է գալի իրանց ամբողջ պլանը։ Իսկ իրանց ամբողջ պլանը ինչի որ հակամարտությունը ավարտվի վերջնականորեն, որ խաղաղությունը հաստատվի։ Ավելի ճիշտ ոչ թե իրանց պլանը, իրանք այդքան չկան, որ իրանք պլան կազմեն։ Իրանց ղեկավարության ավելի բարձր sense մեծ աստղերով KGB-ի գործակալների պլանը։ Որ Քոչյանը հայտնի ձայնագրության մեջ ենթադրաբար այդ ձայնագրության մասին շուշուտ մոռանում են, հա, մեր ժողովուրդը։ Այդ ձայնագրությունը ես առաջարկում նույնիսկ մի հատ հիմա լսենք մենք այդ ձայնագրությունը, ես Քոչարյանի ձայնին նման ձայնով մեկը։ Չէ, Քոչարյանի ձայնին նման չէ, հենց Քոչարյանն է սա, ես ապանդել եմ նաև ազգային ժողովի ամբիոնից, ասում եմ ինձ դատի թող տա, եթե ապանդում է որ ինքը չի, ասում եմ ինձ դատի տվեք, ես ասում եմ որ ուշադրություն, այս ձայնագրությունը հրապարակվել է 2023 թվականի սեպտեմբերին, երբ որ ChatGPT չկար։ ChatGPT չկար, առհասարակ անհնար էր այդ ժամանակ այս որակի բան ստանալ։ Հիմա էլ է դեպ անհնար այդ որակի բան ստանալ։ Հա, այս որակի անհնար է երևի։ Չէ, կարա մոտիկ բան ստանալ իրական։ Չէ, այն տնքոսները արանքի դժվար ստանա ChatGPT։ Տեսեք, ChatGPT-ին պետք է ասա պետք է ասեն խոսիր Քոչյանի ձայնով եւ արանքում տնքա Քոչյանի ձայնով, դժվար։ Տեսեք, ըստ մամուլի, այստեղ պարոն Քոչարյանը դիմում է ըստ մամուլի դիմում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, ահա այս համատեքստում։ Поскольку мое вхождение в политику и активное противостояние действующим властям сразу после известных событий 2018 года произошло по взаимному согласию и взаимным договоренностям, я просил бы вас обеспечить мой плавный выход из этой ситуации. Жить и работать здесь, в Армении, под постоянным прицелом и в статусе заложника считаю неприемлемым. И ваше слово имеет здесь решающее значение. Не в состоянии просто вам отказать никак. Поэтому я просил бы обеспечить выход из этой ситуации. Վաղ, բայց ես վստահ չեմ, որ ինքը Ռուսաստանի նախագահին է դիմում։ Կարող է ասենք օրինակ Կալուգա քաղաքի նալոգովի, այսինքն Մաքսայինի պետի տեղակալին է դիմում։ Կամ կարող է ասենք, չգիտեմ, Ռոստովի շրջանի FSB-ի, ասենք ինչ որ մայոր Պետրուշկինին է դիմում։ Հա, ասենք։ Հա, կարա լինի։ Շատ բարձր չի Ռուսաստանի նախագահի մակարդակի համար։ Դե, ստեղ ինչն է շատ համոզում, որ
Կարող է եզրասին կարոյին է դիմում։ դե հայերեն կդիմեր, բայց ինչն է բանը հարցը, Բայց կարող է իրենց աշխատանքային լեզու որ ասում է, որ դե էդ էլ է հավանական, ամեն դեպքում դեռ ասում է, նրանք ի վիճակի չեն ձեզ բան անել, մերժել։ Դե հա, կալուգայի մաքսայինի պետի մասն է խոսքը։ Դե հա, բայց մենք հո ի վիճակի ենք կալուգայի։ Ոչ, ասում է ես ի վիճակի չեմ։ Չէ։ Նորից դիր, ասում է я։ Нет, они։ Դիր լսի։ Ինտերնետը անջատել էի, որ չտանք։ Решающее значение. Спасибо. Считаю неприемлемым. Ваше слово имеет здесь решающее значение. Не в состоянии просто вам отказать никак. Я ասում եմ ես, ասում եմ թողեք, ախպեր, թողեք դուրս գամ այս վիճակից, ես չեմ կարող ձեզ մերժել, խնդրում եմ թողեք դուրս գամ։ Լավ համոզեցի։ Հստակ դա կալուգայի մաքսայինի պետի տեղակալի հետ։ Հա, ինքը կարա կալուգայի պետի, մաքսայինի պետի տեղակալը նման բան իրան ասի։ Բայց էսա, որ այսօր էլ հիշպես Քրիստինե Վարդանյանը այսօր ազգային ժողովում ասում է, այդ որ մի իշխանու, որ մի քաղաքական կուսակցությունը կուզենա այս պայմաններով գա բան անի, իշխանություն ստանձնի բան։ Հա, բայց դուք այդքան չկաք ախր, որ դուք ինքնուրույն որոշեք, դուք ուզում եք գաք, դուք ուզում եք քաղաքականության մեջ լինեք, չեք ախր լացելով, խնդրվում է, ասում է, խնդրում եմ, ինձ բան արա, мой плавный выход обеспечьте, чтобы я смог выйти։ Այսինքն, ասում եմ, թողեք, մի բան արեք, դուրս գամ քաղաքականությունից։ Ես վստահ եմ, որ հունիսի 7-ից հետո այսպես լացակումած աղյողորմ բան, մեսիջներ, էլի կալուգայի մարզային վարչության պետի տեղակալին FSB-ի։ հա գնալու է բանից ռուսաստանցի օլիգարխից AI Samoin նկատի ունես։ հա ու անթերի ռուսերենով որտեղ դա էլի AI-ով է լինելու սա ավայո Բայց Քոչյանի ռուսերենն էլ իդեպ վատ է։ Այդեպ որովհետև ինքը նորմալ ինքը իր մայրենի լեզուն ռուսերեն է։ Իդեպ, չէ, մայրենի լեզուն չգիտեմ ռուս։ Հա, երևի ռուսերեն է, այնքան լավ է խոսում, քան հա, այ Քոչյանը օրինակ տես, Քոչյանը հայերեն խոսալ, գրել, կարդալ, ինձ թվում է լավ չգիտի ակնհայտորեն։ Բայց ռուսերեն գիտի, հա։ Դա պետքա ֆիքսել ու արձանագրել։ Ոչ հայերեն նորմալ արհեստական սանվել, այո։ Ոչ ռուսերեն, ոչ անգլերեն, բայց տարօրինակ կերպով առաջարկում է Հայաստանում ռուսերենը եւ անգլերենը դնել պետ։ Ահա ես նոր հասկացա, ինչի է ռուսաստանցի օլիգարխ Սամվել Կարապետյանը առաջարկում Հայաստանում ռուսերենն ու անգլերենը սարքել պետական լեզու։ Քանի որ ինքը ոչ մի լեզվով նորմալ խոսել չգիտի, եւ դա մանկական տրավմա է։ Եվ ինքը մտածում է, որ խնդիրներն է, որ Հայաստանում միայն հայերենն է պետական լեզու եղել, պետք է մի 10 հատ լեզու դնել հայերեն։ Այսինքն որ ամեն լեզվով խոսացողի մոտ ասի ես դեն մի լեզվից եմ, լա կան տենց։ Հա, ինչևէ, իդեպ սա եւս էլի մի խայտարակություն է, ասենք մենք չենք գիտակցում։ Ինչ որ մեկը էլի գնացել է, ասենք մի 20-30 տարի առաջ թողել գնացել է կալուգա, հիմա հետո եկել ասում է, գիտեք ինչ կա Ժողովուրդ ջան, այս հայերեն բան, ինչ ենթադրաբար, ասենք մտածում է տուֆտա լեզու է, էլի, բայց եթե ինքը լավ խոսալ չգիտի, դա չի նշանակում, որ դա տուֆտա լեզու է, բայց ասում է, ինչ հայերեն, ինչ բան եկեք, ռուսերենն ու անգլերենը դարձնենք պետական լեզու։ Ինչպես ասում են իր բանի, իր բնակության վայրի լեզվով նիֆիգա սիբե, էլի։ Դա իդեպ հայհոյանք չի, սիրելի հետևորդներ, Դից տարածված ված ձևակերպում է, բայց հայհոյանք իր մեջ չի պարունակում, իսկ եթե դուք շարունակում եք դիտել, անպայման հավանեք տեսանյութ ու բաժանորդագրվեք ալիքին, եթե դեռ չեք, որտեվ գիտեք, որ Civic-ի Facebook-յան էջը բողոքարկումների տակ է ու բլոկավորված է այս բան, YouTube-ում առնվազն անպայման հավանումներ արեք ու բաժանորդագրվեք ու կիսվեք ձեր սոցիալական ցանցերով։ Ու կներես մի բան էլ ասեմ։ Այս ուժերը, չէ՞, այս 3 օլիգարխները, այսինքն Քոչյանը, Ռուսաստանցին, մեկ էլ այն տեղականը։ Իրանք ինչ են ասում, ասում են մենք ազգային արժեքների պաշտպաններ ենք։ Արի մի հատ ֆիքսենք, էլի, որոնք են մեր ազգային արժեքները։ Համարվում է, որ մեր ազգային արժեքներն են մեր լեզուն, մեր կրոնը, մեր պետականությունը, ճիշտ է։ Այո։ Կա ուրիշ տենց Դե մշակույթը։ Դե չէ, մշակույթը մի շատ լայն է, լեզուն էլ դրա մեջ մտնում կրոնը։ Հա, լեզուն մտնում է դրա մեջ, բայց լեզուն չի փակում ամբողջ մշակույթը։ Չէ, արի գլխավոր է, էլի, լեզուն, կրոն, պետականություն։ Ուրեմն լեզվի մասով իրանք առաջարկում են Հայաստանում պետական լեզու դարձնել ռուսերենն ու անգլերենը։ Կրոնի մասով նրանք աջակցում են նրան, որ մեր եկեղեցու ղեկավարը, որը կուսակրոն պետքա լինի, ունի զավակ, այդ ղեկավարի եղբայրը KBG գործակալ է ու տենց arczepiskoposների մի մասը երեխեք ունեն, մի երկու խայտարակ պատմություն էլ կա, դու միշտ սիրում ես դրա մասին խոսալ, ես չեմ սիրում։ Ես էլ չեմ սիրում։ Հա,
բոլորը հասկացան ինչի մասն է խոսքը։ Հաջորդը պետականությունը։ Իրանք առաջարկում են, որ Հայաստանը իր անկախությունից հրաժարվի, մտնի միութենական պետություն։ Այսինքն լավ, եթե իրանք լեզուն ուզում են, մեր լեզուն ուզում են իր դերը ցածրացնեն, ուզում են, որ մեր եկեղեցին անառակապետություն լինի, հա, անառակների կողմից կառավարվի, պետությունն էլ ուզում են լուծարեն կողեն ուրիշ պետության կազմ։ Այն ինչ ազգային արժեք, ո՞րն է ազգային արժեքը, լավ։ Ինչով է, ինչի են իրանք մտածում, իրանք իրավունք ունեն մեզ հետ բանավիճելիս, ասեն մենք ազգային արժեքի պաշտպաններ ենք, որովհետև իրանք շարժվում են այն մեթոդիկայով, որը ժամանակին դեռ գրվել է Ստալինի ղեկավարած պետության տենց հատուկ ծառայությունների կողմից, որտեղ հայերի ազգային արժեքը նստել են սովետական KGB-ում, գրել են թե որը պետքա լինի հայերի ազգային արժեքը։ Թիվ 1 ազգային արժեք, մշտական ատելություն հարևանների նկատմամբ։ Այդ եղել է թիվ 1, այսինքն բավականաչափ չես ատում քո հարևաններից գոնե 2-ին, դու բավականաչափ հայ չես։ Տենց է, գրվել է։ Ու պիտի ատես, որպիսի քո գոյությունը այդ տարածաշրջանում հնարավոր լինի միայն երաշխավորով։ Ու որպիսի երբ որ պահը գա, այդ երաշխավորը քեզ չաղացնի մորթի։ Հա, այդ հենց այդ է։ Ու երբ որ դու ասես, հոպ, ես չեմ ուզում ինձ մորթես, գա քո ընդդիմությունը այդ արժեքներով մեծացած ու ասի, հոպ, ոչ, մեզ երաշխավորա պետք, մեզ պետք է այդ չոբանը, որ գա ու մեզ մորթի։ Հա, որովհետև ընդդիմության գործառույթը առհասարակ այս պատմության մեջ հենց այդ է։ Գալ ասել, որ մենք ոչխար ենք։ Այո, գալ, չէ, առյուծի դիմակ հակած sense գալ կամ գայլի մորթի վրան գցած գալ, հետո դες մորթին հանել ու պարզել որ բոլորս ոչխար ենք ու պետքա մորթվենք, այո։ Այդ է նրանց գործառույթը որպես այդպեսին, բայց չէ մորթվելուց, իդեպ մորթվելու հետ իրանք գործ չունեն։ Չէ, իրանք չեն մորթվելու։ Իրանք չեն մորթվելու, իրանք առանձին իրանք համար հանգիստ իրանք շունն են կողքի։ Չոբանի շունը պիտանի հարած է, շատ կարևոր գործառույթ է իրականացնում։ Գառներին պիտանի չեն, չոբանին են պիտանի։ Գառներին էլ են պիտանի, որտեղ ամեն դեպքում պաշտպանում են կողքի գայլերից։ Հա, լավ, որտեղ ոչխարների վտանգը միայն չոբանից մորթվելը չի, դեռ գայլերել կան։ Իրանք չէ, այդքան պիտանի չեն։ Եկեք OGG-ն, հա, OGG-ն այդքան չկերագնահատենք։ Հասկացա ինչ նկատի ունես, բայց ինչև է։ Այստեղ խնդիրը ո՞րն է, որ երբ որ ասում են, որ իրանք պատերազմ են ուզում, օրինակ կան տենց խիստ միլիտարիստական, տենց կուսակցություններ, ռազմատենչ, բան աշխարհի տարբեր երկրներում կան։ Բայց այդ սովորաբար այնպիսի կուսակցություն են, եթե դրանք իրապես արժեքներ են, որի անխտիր բոլոր անդամները, որի էլիտաների բոլորի զավակները, որի, չգիտեմ, ինչ ասեմ, ամբողջ establishment-ի այդ կուսակցությունների զավակները, եղբայրները, ինչի՞ չէ քույրերը, մայրերը ու կանայք ներգրաված են այս կամ այն կերպ երկրի զինվորական համակարգում։ Պատերազմի կամ պատերազմի վտանգի դեպքում այդ մարդիկ հենց այն մարդիկ են, ովքեր գնում են ու առաջնագծում կանգնում են իրենց այդ միլիտարիստական գաղափարախոսությունը առաջ են տանում։ Ես համաձայն չեմ իհարկե, որ Հայաստանում այդպիսի ուժ գա իշխանության, նույնիսկ այդ պարագայում, եթե մարդը պարտարած է անձնազոհության, որտեղ դա մենակ իր կյանքը չի։ Բայց այդտեղ մենք այնքան պարզունակ բանի հետ գործ ունենք, որ մարդիկ եկել են, այն մեկը ռուսաստանցի օլիգարխ Տաշիր կամ AI Սամոն, ասենք արհեստական Սամոն։ Այսի հարի հարգալից ենք, էլի։ Արհեստական բանականություն Սամվելը։ Շատ լավ, արհեստական բանականություն Սամվելը կամ AI Սամուելը, Սամուելը, հա, Սամուելը։ Իչևէ, հայ կամ II Սամուելը։ II Սամուելը, այո։ Իր բոլոր ինքն ու իր եղբայրը ունեն 4 տղա։ 4-ին ազատել են բանակից, բայց եկել են ասում են պետք է էս անել, էս խաղաղություն, էս մի բանը ուժեղ։ Այսինքն տանում են պատերազմի, փաստացի տանում են պատերազմի գնալու ուղիղ ու անբեկանելի քաղաքական գիծ, բայց իրանք ազատված են պատերազմից, որտեվ իրանք բան չեն, զինապարտ չեն, վիձիցիլի։ Ինչ որ մի հատ բժշկական տեղեկանք է, չգիտեմ որտեղ, չգիտեմ ով ստորագրել, տվելու այս տղերքը ազատված են բանակից, իրանք ենթակա չեն այդ պատերազմում կռվելու, զոհվելու, տարապելու, աստվածտա ոչ մի պարագայում չզոհվի, ոչ մի պատերազմում, սրա մասին չի խոսքը։ Բայց իրանք ազատված են այդ ռիսկից, բայց ուզում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, կամայական քաղաքացու Հայաստանի Հանրապետության տանել ենթարկել այդ ռիսկին։ Հենց սրա մասն է խոսքը, այսինքն մի բան է, երբ որ մարդը ասում է, հայ ես պատրաստ եմ անձնազոհության, ես ինքս լնելու եմ այդ պատերազմի առաջին շարքում ու տանում է այդ պատերազմի մարդկանց, դա ուրիշ բան է, դա հասկանում ես, որ մարդը կոնկրետ գաղափարական գիծ է տանում, որի հետ կարանք համաձայն չլինենք ու համաձայն չենք։ Բայց մի ուրիշ բան է, երբ որ մարդը իր բանին, այդպես ամենաթանկին, իր զավակներին տանն է պահում, ասենք, չգիտեմ, ինչ որ մի տեղ
տանը պահում, հա, ու ասում է դե գնացեք ու զոհվեք, որ երկիրը մատաղանենք։ Մի բան ասեմ, հենց երեք պատահաբար հենց նայում էի ԱՄՆ նախագահներից Թեոդոր Ռուզվելտի մասին մի հատ կարճ դոկումենտալ հաղորդում։ Թեոդոր Ռուզվելտը եղել է ԱՄՆ նախագահ 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին, այսինքն 1890-ականներ ու 1900-ականներ։ Բարձում է ինքը սկզբից եղել է բան, ոնց որ ռազմանավերի, չեմ հիշում նախարարությունը ոնց էր կոչվում, բայց մոտավորապես ռազմանավերի գծով նախարարի տեղակալ, քարտուղարի տեղակալ։ Ինքը հետո երբ որ Կուբայում պատերազմը սկսել, ամերիկա-իսպանական պատերազմ Կուբայի համար, որը ի վերջո բերեց Կուբայի անկախացման 1903 թվական, եթե չեմ սխալվում, կամ 7, այդ երկուսից մեկն էր։ Ինքը հրաժարական է տվել իր պաշտոնից, որպես կամավոր գնացել է Կուբայում կռվել է, այդ պատերազմը իհարկե կարճ է տևել, իրանք հաղթել են, հետո եկել է դարել ԱՄՆ փոխնախագահ, հետո նախագահ, հետո երբ որ իր ժամկետը ավարտվել է, հաջորդ նախագահ եղել է Վուդրո Վիլսոնը, որին մեր հանրությունը գիտի Արա Պապյանի սիրած թեմայից։ Վուդրո Վիլսոնը սկզբնական շրջանում դեմ է եղել, որ ԱՄՆ-ը ներգրավվի առաջին համաշխարհային պատերազմում։ Ինչպես հայտնի է 14 թվին սկսեց առաջին համաշխարհայինը, իսկ ԱՄՆ-ն պատերազմի մեջ մտավ 16 թե 17 թվականին։ Այդ սկզբի շրջանում, երբ որ Վուդրո Վիլսոնը դեմ էր, Թեոդոր Ռուզվելտը, որը պաշտոնաթող նախագահ էր, շատ կոշտ իրան քննադատում էր, ասում էր մենք պետք է մտնենք այդ պատերազմի մեջ։ Եվ ինքը պատերազմ ա ուղարկել իր 4 որդիներին, որից մեկը մահացել է պատերազմում։ Այսինքն դասական օրինակ, որ մարդը ասում է, հավատում է, որ ու փորձ իրականում այդ դեպքում կոնկրետ փորձ ցույց տվեց, որ ճիշտ էր Ամերիկայի համար պատերազմի մեջ ներգրավելը, որովհետև դրանից հետո դոմինանտություն սահմանեց ու դարավ աշխարհում դոմինանտ պետություն, հարցը դա չի։ Բայց հարցն է նա, որ կա գործիչ, ասում է մենք պետք է գնանք այս ճանապարհով, բայց ինքը պատրաստ է, համ ինքը գնա պատերազմ, համ իր երեխաներին տանի այդ պատերազմ։ Հիմա գալով մեր թեմային, հա այդ մարդիկ 4 եղբորով լավ ազատվել են։ Ստատիստիկորեն ինչքան է հավանական, որ 4 զարմիկ բոլորը առողջական խնդիր ունեն։ Ուրեմն իրենք ուժեղ չեն, թույլիկ են առնվազն այդ իմաստով։ Հաջորդ ասում են Փաշինյանը չի ծառայել։ Հա բայց Փաշինյան չի ծառայել, որովհետև այն ժամանակվա օրենքով եթե երկու եղբայր ծառայել են, երրորդը չէր ծառայում։ Փաշինյանը չի, այսինքն դա օբյեկտիվ իրականություն է, չի կեղծել իր եղբայրներին։ Երկու եղբայրն էլ ողջ առողջ են, կարող են գնալ տեսնել Փաշինյանի երկու եղբայրներին։ Իսկ այս դեպքում իրան գնացել են ակնհայտորեն գնացել են առողջականով ազատվել են ու շատ տարօրինակ հանգամանքներով։ Հաջորդը չեն համաձայնում բուժզննություն անցնել, որ ապացուցվի տենանք այդ իրոք նորմալ է, թե նորմալ չի որ ազատվել է։ Հաջորդը Փաշինյանը ունի 1 որդի, 1 մինուճար, ինչպես ասում են, որդի։ Այդ որդին, երբ որ իր ծառայելու ժամանակը եկել է, գնացել է Ղարաբաղում ծառայել, հետո զորացրվել է, դրանից 1 տարի հետո պատերազմը սկսվել, գնացել է էլի ամենաթեժ տեղում պատերազմին մասնակցել է։ Իրանք ուր էին։ Իրանք այդ 4 աղբերով ուր էին։ Ու ինչով էր զբաղված ռուսաստանցի օլիգարխ արհեստական բանականություն Սամվելը այդ ժամանակ։ Ինչով էր զբաղված, հիշում ես։ Այո, երկու կողմերին, Հայաստանին եւ Ադրբեջանին հավասարության նշար դնելով կոչ էր անում վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։ Որպեսզի մեր դիտողները չմտածեն սա կատակ չի անում Վահագը։ Արհեստական բանականություն Սամվելը այն ժամանակ դեռ իրական էր։ Հա, չէ, գրավոր էր այդ հայտարարությունը։ Դե ամեն դեպքում Չկա վիդեո, գրավոր հայտարարություն էր հրապարակվել Սամվել Կարապետյանի անունից, որտեղ նա Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ էր անում վերադառնալ բանակցությունների սեղան եւ տարաձայնությունները լուծել բանակցություններով։ Օրինակ այս հայտարարությունը եթե անե Շվեյցարիայի արտգործնախարարությունը կլիներ նորմալ հայտարարություն, չգիտեմ, Ռուսաստանի արտգործնախարարությունը, ԱՄՆ արտգործնախարարությունը, բայց երբ որ անում է մեկը, որը իրան դրել է մեր ազգային արժեքների պաշտպանի տեղ, համաձայնեք, ստեղ որևէ խնդիր կա։ Ու հետեւաբար արի պատկերացնենք, էլի, օրինակ ալտերնատիվ իրականություն, ընդդիմությունը հաղթել է ընտրություններում եւ պատերազմա։ Հաղթել է ընտրություններում, չգիտեմ ինչ ա արել եւ այլն, պատերազմա առաջնորդին էլ կարգել են Սամվել Կարապետյանին։ Ինքը ինչ ա անում։ Պատերազմի ժամանակ արհեստական բանականությամբ գեներացված մի հատ վիդեո է հրապարակվում, որտեղ ինքը կոչ է անում Հայաստանին եւ Ադրբեջանին վերադառնալ բանակցային սեղան, հա։ Իր այդ ворթիներն էլ
ու եղբոր որդիներն էլ էլի թռած են պատերազմից։ Միանշանակ, ոչ մի կասկած դրանում Շատ ուժեղ։ Չէ, Շատ որտեղ ուժեղ։ դա ստուգված արդեն իսկ էմպիրիկ եղանակով ապացուցված Եթե մի տարբերակա, անգամ եղել է, ինչի պիտի երկրորդ անգամ չէ։ Ընդհանրապես իմաստ պատճառ չեմ տեսնում, որ երկրորդ անգամ այդպես չի լինել, որտեղ երբ որ խոսում են տենց ուժեղ Հայաստան Ժորժ ջան, Հայաստանը ուժեղ լինելու տենց օդ ու ջրի պես անհրաժեշտություն ուներ 20 թվականի պատերազմի ժամանակ։ Ուր էիք։ Հա, իրոք։ Ուր էիք։ Այդ որ ընդ որում բան է, ես հիշում եմ այդ եղբոր տղան ի պատասխան թե ինչի չես ծառայ, ասում էր, դե ես դիմել եմ, որ ինձ տանեն բանակ չեն տարել։ 28-ում։ Հա, 28 տարեկան, հա, հանճարեղ, բայց Ես կնես Հայաստանում զինապարտեր միջև 27-ից հետո այդ թվերին չէին տանում, ժողովուրդ ջան, չէին տանում։ Բայց լավ, շատ լավ չէին տանում, բա պատերազմի ժամանակ չես կամավորագրվել։ Օրինակ ես 16 թվականին կամավորագրվել եմ, երբ տարան, մայիսին տարան մեզ Ղարաբաղում ես խրամատ եմ փորել։ 20 թվականին պետական պաշտոնյա է, տրամաբանական չէր լինի։ Բա ինքը ինչի՞ չի արել։ Այդ ուժը որտեղ է։ Այդ ուժեղ։ Դե այդ ուժը կայանում Ուժեղը բանակից թռնելն է, ուժեղը թե Կալուգայի բանը Մաքսայինի պետի տեղակալի հրահանգներ կատարելն։ Ուժեղը AI-ով վիդեոներ սարքելն է։ Ուժեղը AI-ով վիդեոներ սարքելն է, իդեպ ոչ միայն պաշտոնական արհեստական բանականություն Սամվելի համար, այլ բանի համար նաև առհասարակ տենց վիրավորական, ծաղրական, մեր աջակիցներին իդեպ, իրանց էջերով, իրանց տենց սպասարկող fake էջերով, որոնք իրանց թվում է թե པարզ չի թե հետում էջերն է, բայց շատ པարզ է։ Հիմա էլ իսրայելցի գեներալ են բերել։ Այո։ Այսինքն իրանք որոշել են, որ իրանք կանան Հայաստանի ներքաղաքական դաշտ, այսինքն ռուսաստանցի օլիգարխը քիչ էր, հիմա հետը պետքա իսրայելցի գեներալ բերի։ Հասկանում ես, չէ՞, ասենք այստեղ խնդիրը ինքնին Իսրայելը չէ, խնդիրն է նա, որ դու օտարերկրյա քաղաքացուն, օտարերկրյա գեներալի բերում ասում ես դե ինքը պետքա մեր քաղաքական դաշտում քաղաքական հայտարարություններ անի, հա ինչ ա եղել որ ու թե ինչ կապ է այդ մարդը ունեցել օրինակ Իսրայել-Ադրբեջան գործարքների հետ որպես այդպիսի նախկինում օրինակ ինչ կապ է ունեցել Ադրբեջանին իսրայելական անօթաչուների փոխանցման հակաօթային պաշտպանության սարքերի փոխանցման առհասարակ ինչ կապեր ունի այդ մարդը ենթադրենք նույն Ադրբեջանում նույն էս մի երկրում նույն մի երկրում առհասարակ այդ մարդը ինչ բեքգրաունդ ունի հիշի որ մեզ մեղադրում են որ մենք մեր բոլոր հարևանների այդ թվում Իրանի հետ հարաբերությունները փչացրել ենք Այսինքն հանճարեղ ձև են մտածել, sense էլի արհեստական բանականություն Սամվելը նստած, sense մտածել է ինչ անենք որ բարելավենք հարաբերությունները Իրանի հետ ու 100% վստահ եմ նրա որդին, սեքսի նախարարը, ասել է ես լավ միտք ունեմ, ասել են ինչ, եկեք իսրայելցի գեներալ բերենք մեր թիմ։ Բոլորը ծափ են տվել, այդտեղ են մյուս եղբոր տղեն ասել է եւ մենք նաեւ պետք է Իրանից նավթ գնենք, ունդեղ էլի սեքսի նախարարը ասել է հենց իսրայելցի գեներալին էլ կուղարկենք որ բանակցի որ այդ նավթը գնենք։ Հա, որ վերամշակման գործարան գա, միանշանակ դա աշխատելու է։ Մեկը sense ձեռքը բարձրացել ասել է բայց ասել են ինչ, ասել է բայց դժվար իսրայելցի գեներալը կարողանա Իրանի հետ բանակցի որ նավթը հետ բերեն, sense նայել են վրան ու դուրս են շպրտել լուսամուտից, ինչպես հայտնի մեմի մեջ։ Այո։ Բայց այդտեղ մեմից պատուանից շպրտել ասեցիր, հիշեցի։ Տեսել ես այս քաղաքում ինչքան Թաթոյանի պաստառ կա։ Հա Սերժ Սարգսյանի պրոտեժեի պաստառները ով է տալիս Թաթոյանին այդ փողերը ես նայել եմ հայտարարագիրը այնտեղ մի 5-6 պաստառի փող կար առհասարակ ամբողջ ունեցվածքը իրար գումարած ով է տալի այդ փողերը ուր են մեր հետաքննիչ լրագրողները ով է ուզում դառնալ միլիոնատեր տարբերակ Սերժ Սարգսյան տարբերակ B Միքայել Մինասյան տարբերակ G Ձերժավայի Արկադի, հա, տարբերակ G երևի էլի արհեստական բանականություն Սամվել։ Չէ, Սերժել չուներ հավատարիմ օլիգարխ, որ փողա տալի իրան։ Բայց արհեստական բանականություն Սամվելը Սերժի օլիգարխներից չի եղել։ Հա, եղբայրը իր աշխատակազմի ղեկավարը չէր։ Իդեպ մի հատ է հետաքրքիր բան ասեմ, ով է փող տալի ասեցիր հիշեցի։ Երեք նայում եմ, բարձվում է Հայաստանի վատագույն թերթի խմբագիրը, Արմինե Օհանյանը։ Վատագույն թերթի վատագույն խմբագիրը ես կասեմ։ Հա։ Ինչ որ հաղորդման Չնայած չեմ կարծում որ հրապարակ ավելի հրապարակի խմբագիրներն ովքեր են եղել։ Չգիտեմ ճիշտն ասած։ Դա կարևոր չի։ Այդ բնդումը նա ինչ է ասում է, տեսեք, այն ԱԺ փոխնախագահը, ասենց իմաստն է խոսքի էլի։ Ասում է
ով է ձեզ ֆինանսավորում։ Դու քո ինչ գործն է ով է ձեզ ֆինանսավորում։ Մենք քեզ հարցնում ենք դու առողջ ես թե չէ։ Ու ես այդտեղ հասկացա որ այս մարդիկ իրոք չեն հասկանում։ Այսինքն ինքը նախ կարելի է ինձ հարցնել առողջ եմ թե չէ, հանգիստ կարող եմ ասել այո առողջ եմ, ինչպես առողջ էի 10 տարի առաջ, երբ որ գնացի բանակ 15 տարի առաջ։ Առողջ էի դրա համար գնացի բանակ, չթռա բանակից։ Բայց չեն հասկանում որ երբ որ լրատվամիջոցին կամ քաղաքական գործին հարցնում ես ով է քեզ ֆինանսավորում, դա ինտիմ հարց չի։ Դա բարձ հանրային հաշվետվողականության հարց է, մարդիկ իրավունք ունեն իմանան, այս թերթը, այս կեղտոտ թերթը պայմանական։ Այս բաները որ գրում է, ում անունից է գրում, որտեվ եթե պարզվի որ գրում է, ասենք, արհեստական բանականության Սամվելի անունից, ինքը ուրիշ ձև դրան կվերաբերվի։ Իդեպս վերջերս էլ մի հատ ճեպազույցի ժամանակ հարցրեցի մի լրագրողի, կներեք ձեզ ով է ֆինանսավորում, սկսեց գոռալ վրես, բան չպատասխանեց, ասեց, հետո կհրապարակվեն տվյալները կտեսնեք, բան, տվյալները հրապարակվեցին, պարզվեց արհեստական բանականություն Սամվելի թիմակիցներից մեկինն է։ Բայց վերադառնալով Արմինե Օհանյանին, էլի, այսինքն հասկանում ես, չէ՞, իրանք թվում է իրանք ինչ ուզես կարան անեն, իրանք հաշվետու չեն, էլի, դա ինտիմ հարց է, ով է մեզ ֆինանսավորում։ Չէ, ու հունիսի 7-ին քաղաքացիական պայմանագիրը պետք է հաղթի այդ թվում նաև որպեսզի այս մեր բոլոր այս լրագրողական համայնքին հստակ մեսիջ եղվի որ sense չի շարունակվելու։ Ու Արմինե Օհանյանի հետ կապված մի հատ էլի բան ուզում ասեի, այս վերջերս ինչ որ արհեստական աղմուկ էր բարձրացվել, ազատությունը, հա, ամենավատ լրատվամիջոցը իրական ազատությունն է, հրապարակը երկրորդ տեղում է։ Ազատությունը մի հատ ռեպորտաժ էր սարքել, որ Արմինե Օհանյանին պատրաստվում են դատել, եսի ինչ են ուզում անեն, պարզվեց ընդհանրապես կանչել էին քննչական ասելու, որ ոչ մի քրեական գործ չի հարուցվելու քո վերաբերյալ։ Հա, ու ինչ որ լրագրողներ սկսել էին ասել, մենք բոլորս Արմինե Օհանյան ենք։ Եվ ես ուզում եմ գիտես ինչ ասել, նրանք ճիշտ են։ Նրանք բոլորը այդ բարիս վատ իմաստով լրագրողներին է սա վերաբերվում, միանշանակ Արմինե Օհանյան են։ Ընդհանրապես մեր լրատվական դաշտը շատ Արմինե Օհանյան վիճակում է հիմա, ես կարծում եմ, ինչ կասես։ Այո, միանշանակ այդպես է։ Բայց վերադառնանք էլի Թաթոյանին, ես ուզում եմ վերադառնանք Թաթոյանին։ Ինքն էլ շատ Արմինե Օհանյան վիճակում է։ Շատ ինքը Արմինե Օհանյանն է իր տեղով, որ կա, ես կարծում եմ, ու այսինքն այդ քո ասած կոնտեքստում էլի որ լրագրողները այդ բան էին անում, մենք բոլորս Արմինե Օհանյան ենք, այ հենց այդ կոնտեքստում։ Դե արի խնդրենք էլի, պարոն, չէ՞, խենք պարոն Թաթոյանի խնդրում։ Պարոն Սարգսյան, խնդրում եմ հրապարակեք, ով է ֆինանսավորում Արման Թաթոյանին։ Չէ, որ դուք եք ֆինանսավորում, դա պարզ է, բայց ինքը իր գրպանից ինքը 1000 հատ գրպան ունի, չէ՞, ինքը իր։ Հա, որ գրպանից։ Ձեր որ գրպանից եք ֆինանսավորում, պարոն Թաթոյան, խնդրում եմ հրապարակեք։ Ու այս կոնտեքստում բանը էլի, այս Թաթոյանի այս վերջերս որ հիստերիկա է պարբերաբար բարձրացնում են պատերազմից անմիջապես հետո հիշում ես, չէ՞ որ ընդդիմադիր ամբողջ մամուլը, այս Արմինե Օհանյան մամուլը ամբողջությամբ իր ողջ այսպես պերճանքով ու բանով այդ օլիգարխների ջեբերի սա բանը էլի ընդհանուր մամուլի մասին, ընդհանուր մամուլի մի շատ մեծ կտորի մասին է որպես չի վերաբերվում նորմալ անկախ բնականաբար, այո, բայց բոլոր լրագրողները գիտեն սա ում մասին, հա, այն որ օլիգարխների գրպանից հենց այն կեղտոտ այդ փողերի քսակները որ ստանում էին, այդ նույն քսակի հետ մեկտեղ շատ հստակ անուն էին ստանում, թե ումա պետք գովաբանել։ Թաթոյանին Քոչարյանական ամբողջ մամուլը, Սերժական ամբողջ մամուլը, Միշիկական Սերժի Փեսայի ամբողջ մամուլը Մեկ Թաթոյան, մեկ Մուրադով կար, հիշում ես երաշխավոր։ Այո, Մուրադովի բացառիկ ջանքերով։ Թաթոյան եւ Մուրադով։ Թաթոյան եւ Մուրադով։ Այս երկու սուպեր աստղն ունեց։ Այսօր Թաթոյանը գալիս է ասենց բան, սպիտակել վերնաշապիկ ակտում, ինքը Սերժի պրոտեժեն չի էլ, ինքը սպիտակ վերնաշապիկով տղա է։ Դե ցակնում գալիս է ասում է դե Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչյանը պիտի հեռանան քաղաքականությունից։ Դա տիշտո են, որ լուրջ ես ասում։ Այսինքն հասկանում ես, այս մարդկանց նույն ձև իրանց քաղաքական եղբայր Մարտուն Գրիգորյանը նույն ձև Գյումրիում ասում էր Վարդանիկը չպիտի բառնախ քաղաքապետ, հետո պուպուի պես ասեցին կգնաս Վարդանիկ կընտրես, կգնաս Վարդանիկին ընտրես։ Այո, ուստեղ բայց Թաթոյանի դեպքում էս ամեն ինչը հատկապես բան է, որտեվ ինքը իր ամբողջ կյանքում Սերժի պրոտեժեն է եղել։ Իր ամբողջ քաղաքական գոյությունը պայմանավորված է եղել իր Սերժի պրոտեժե ելնելով։ Ես վերջերս լսեցի ասում էր սխալ է որ մեկ մարդու համար սահմանադրություն փոխվի։ Ասում է մարդ, որ 2015 թվական երբ որ Սերժ Սարգսյանի համար սահմանադրություն էր փոխվում, ինքը արտադրության փոխնախարար էր ու այդ սահմանադրության վրա ենթադրում եմ աշխատել էլա։
Բայց լավ շատ խոսացինք։ Հա, սա համարենք Սերժի մասին տենց խոսակցություն, մի խոսքով պարոն Սարգսյան ձեր պրոտեժեներին տերեղեք մի քիչ բան են ինձ թվում, էլի սենց։ Իդեպ օրինակ ռուսաստանցի օլիգարխի եղբայրը վերջը ինքը ում պրոտեժեն է, ռուսաստանցի օլիգարխի թե Սերժ Սարգսյանի, որտեվ մեկի եղբայրն է, բայց մյուսի տակ էլ երկար տարիներ եղել աշխատակազմի ղեկավար, ՀԿ խմբակցության ղեկավար, Գերագույն մարմնի անդամ, վերջը ինքը ում ճուտն է։ Ինձ թվում է իրա ու բանի Սերժի հարաբերությունները տենց օրթախություն է եղել։ Օրինակ իրանք օրթախ են եղել մարտի 1-ում, իրանք օրթախ են եղել պետության թալանում իրար հետ, իրանք իրար հետ օրթախ են եղել այն որ պետության թալանացնելով են ամբողջ համակարգը, որը կառուցվել է պետությունը թալանող, իրանք այդ երկու համակարգի կարևորական բաղադրիչներն են եղել։ Բայց ինքը այդքան կա է, բայց պուճուր ախպերն է ինքը ռուսաստանցի օլիգարխի։ Դե Սերժն էլ մի բան չի։ Այդ էլ է ճիշտ ասում։ Սերժն էլ մի բան չի ամենայն անկեղծությամբ ու այ մեր ոդկասթը մի բան է, հենց որ հավանեք մեր այս ոդկասթը անպայման ու բաժանորդագրվեք ալիքին։ Մի բան էլի իդեպ հիշեցի, ուզում եմ քեզ ասեմ, էլի, այս խոսեցինք էլի այս ձևիստների մասին։ Այ տեսա այս երկու օր առաջ դրանցից մեկը ասել էր մենք մեր քվեները այլ կուսակցության չենք տալու։ Սա հերթական դեպքն է, երբ որ իրանք խափում են, ընդ որում ես ուզում եմ մեզ դիտողները հասկանան, էլի։ Հələ մի կողմ դնենք, իրանք լավն են, վատն են, չգիտեմ, պատերազմի կուսակցություն են, ինչ են։ Այդ կարևոր չի։ Հələ մի պահ մի կողմ թողենք։ Ես պնդում եմ, որ իրանք ամբողջ ասելիքը կազմված է ստի վրա, եւ այդ սուտը սկսում է իրանք խոստացած ծրագրի առաջին վայրկյանից։ Իրանք ինչ են պնդում։ Իրանք նախ ասում են, որ իրանք վարչապետ տեխնացուն Սամվել Կարապետյանն է, իրանք այդտեղ արդենից խափում են, որտեղ Սամվել Կարապետյանը չի կարող լինել Հայաստանի ոչ վարչապետի, ոչ падգամավորի տեխնացու, որովհետև ինքը ունի այլ երկրների քաղաքացիություն, որոնցից չի հրաժարվել եւ չի հրաժարվելու։ Հաջորդը իրանք ու ասում են Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը։ Ուրեմն նույնիսկ եթե իրանք քաղաքական ուժը ստանա 99% ձայն եւ 99% մանդատները ստանա խորհրդարանի, դա 100%, լավ 100%։ Սամվել Կարապետյանը չի կարող լինել Հայաստանի հաջորդ վարչապետը, որովհետեւ ըստ մեր սահմանադրության նախագահը նշանակում է մեծամասնության առաջադրած վարչապետի տեխնացուին անհապաղ, այսինքն առաջին նիստը սկսեց պետք է վարչապետը արդեն նշանակված լինի։ Հետևաբար չի կարող դա լինել Սամվել Կարապետյանը։ Իսկ ինքը հələ դեռ իր քաղաքացիություններից չի հրաժարվել, ինքը չի հրաժարված լինի, բայց այդ էլ բան չէ, էլա պետք ֆիքսել, որ դեռ, ասենք այս մի 8 ամիս է հավակնում է Հայաստանում ինչ-որ պաշտոն ունենա, բայց չի հրաժարվում քաղաքացիությունից։ Ենթադրաբար Կալուգայի Մաքսայինի պետի տեղակալը դեռ չի ասել, որ արա, հենց որ ասի կանի։ Հենց որ ասի արա, բայց հեքիաթները որ պատմում են ասում են մենք 89% ձայն ունենք ընտրություններում։ Դե ասում եմ նույնիսկ 89% ձայն ստանալու դեպքում չի կարող։ Հաջորդը իրանք ասում են, նայեք, ասում են դե ոչ մեկի հետ ոչ մեկի մեր ձայնը չեն տալու, բայց միևնույն ժամանակ ասում են մեր ուզածը Գյումրի 2-ն է։ Ես ուզում եմ հիշեցնել էլի Գյումրի 2-ը ինչ է։ Գյումրի 2 նշանակում է կոալիցիա։ Բանավանդ խորհրդարանական ընտրությունների դեպքում այտենց ինստիտուտ չկա, որ մի խմբակցություն մյուս խմբակցության ներկայացուցիչին ընտրի վարչապետ։ Ոչ, պետք է կազմվի պաշտոնական օֆիցիալ կոալիցիա։ Եվ հետևաբար մարդիկ պետք է հստակ հասկանան, որ ձևականները խափում են, որովհետև եթե քաղաքացիական պայմանագիրը իհարկե այդպես չի լինի, բայց եթե չստանա մեծամասնություն, մյուս ուժերը, այսինքն ռուսաստանցի օլիգարխի թիմը, Քոչարյանի թիմը, Ծառուկյանի թիմը կազմելու են կոալիցիա եւ իրենցից մեկին ընտրեն վարչապետ։ Քանի որ ռուսաստանցի օլիգարխը, ինչպես արդեն ֆիքսեցինք, Ռուսաստանի եւ Կիպրոսի քաղաքացի է եւ չի կարող լինել տեխնացու, Ծառուկյանն էլ հայտարարում է, որ ինքը չի ուզում լինել վարչապետ տեխնացու, դա կմնաց մի հոգի որ ուզում է լինել վարչապետ տեխնացու, դա Ռոբերտ Քոչարյանն է։ Դու նույնիսկ լավ Ռոբերտ Քոչարյանի էլ չընտրեն։ Ում էլ ընտրեն, լինելու է իրանց կոալիցիայի ծնունդը, ինչպես եղել է Գյումրիում։ Հետևաբար սա մի հատ քաղաքական ուժ է, որ ամբողջովին առաջի բառից ստի վրա է։ Չէ, բայց ոչինչ ուրիշ մարդ, ուրիշում պետք է ընտրեն, Քոչարյանին պետք է ընտրեն։ Թեկուզ լավ ուրիշ չէ, ուրիշ չկա իրանց համար, չէ, մի վարքյան, այս պլանում տենց ուրիշ չկա։ Գյումրիում ոնց էր, այն որ ամեն չէ, Աղվան Վարդանյանին ընտրեն։ Չեն կարող Աղվան Վարդանյանին ընտրեն։ Չեն կարող, ոնց Գյումրիում կարա ինչ էլ ցանկացած տենց
փոքրի շատ է բայց նորմալ մարդու ամենավատին ընտրեին, ընտրեցին, չէ՞։ բայց ընտրեցին Վարդանիկին։ Նույնիսկ էլ ստեղ կարան, հա, շատ բան կարան, ենթադրենք, եթե այդ ամեն ինչ հաջողեն, բայց չէ, իրենք հենց Քոչարյանին պիտի ընտրեն, Դա էլ է որտեվ ճիշտ իրանց վզին դա է դրած, որտեվ իրանց վզին դրած է, որ կգնաք ամեն կերպ մարդկանց կխափեք, ձայները կհավաքեք, վերջում կտակ Քոչարյանին։ Կզանգեն, կասեն իրան պետք է։ Ու որ հիմա տենց հայտարարությունները այդ անում են, օй մենք մեր ձայները ոչ մեկի չենք տալու։ Նայեք, սիրելի քաղաքացիներ, նայեք Մարտուն Գրիգորյանի հայտարարությունները միջև Գյումրու ընտրությունները։ Նայեք։ Ու հիմա պատահական չի որ Մարտուն Գրիգորյանը հիմա Ծառուկյանի տապանում, հա։ Վստահ եմ Մարտուն Գրիգորյանն էլ հիմա կհայտարարի, որ մենք մեր ցայները ոչ մեկի չենք տալու։ Բայց առհասարակ ես չեմ պատկերացնում, ոնց է դրանից հետո կարելի մնալ քաղաքականության մեջ առհասարակ։ Գյումրիում կանգնել հայտարարել, որ Վարդանիկը չպետք է լինի քաղաքապետ, պետք է կպենսացնել, որ Վարդանիկը չլինի քաղաքապետ ու գնալ ընտրել Վարդանիկին, բայց մնալ քաղաքականության մեջ։ Դա իմ համար ինչ-որ անհասկանալի բան։ Ինքը ինձ թվում է ջրեղեղի տակ պիտի մնար, ինքը պետք չէր որ լիներ տապանում։ Ինձ հետաքրքիր է տապանի աղավնինով ալնելու, որ դուրս կա տենա ջրհեղեղն անցավ թե չէ, ինչ առաջարկներ կան։ Ով կար ընդեղ հələ ասա։ Շատ մարդ կա, տես տարբեր մարդիկ կան, բայց աղավնու հարցն է հետաքրքիր շատ։ Բարդ է, պետք է մտածել, չգիտեմ, բայց սկզբից պիտի ագրավ գնա, չէ՞ որ։ Հա, բայց կներես էլի, Գյումրու կոնտեքստում մի հատ բան է տեղի ունեցել, էլի։ Ես չգիտեմ, արժի դրա մասին խոսալ թե չէ, բայց այն որ մեկը կա է, որ Թևանյան Անդրանիկի պոտենցիալ կլիենտներ դառնում Երևանի ընտրությունների ժամանակ հայ-հայեր։ Լավ, արի անլուրջ մարդ կա։ Դե անլուրջ է, բայց ասենք ինքը ոնց բացատրեմ ինչի մասն է խոսքը, ասենք ինքը փորձում էր դառնալ Երևանի Վարդանիկը։ Հա։ Թևանյան Անդոյի քվեով։ Այո։ Կներ Անդրանիկի 1000 ներողություն։ Թևանյան Անդրանիկի քվեով։ Սիրելի քաղաքացիներ, Թևանյան Անդրանիկը չի կարող Հայաստանի Հանրապետությունում ասել, որ ինքը պատրաստ է քվեարկել ինչ-որ մեկի օգտին, եթե այդ ինչ-որ մեկը չունի KGB-ի դաբրում։ Всё, այսքան բան։ Ավել բան չէ, ինձ թվում է անառարկելի ճշմարտություն է։ Տենց բան չի կարող ուղղակի տեղի։ Մնացածը արդեն անլուրջ մարդկանց մասին, այո, առաջարկում չխոսենք, անունել չտանք որպես այդպեսին։ Բայց մի թեմա կա, որի մասին ես ուզում եմ խոսամ, իրականում գիտեմ, որ դու չես ուզում խոսես այս թեմայի մասին, բայց Civic-ի վրայից վերջերս խառը շատ բողոքներ են գնացել տարբեր թեմաներով ու այդ թվում նաև մի թեմայով, որ Civic-ը հանրայնացրել է, որ մի կին կապ չունի ինչ միջադեպի արդյունքում, ինչի արդյունքում հրապարակային իր էջում Հայաստանի Հանրապետության 680,000 քաղաքացիների անվանել է ժեղ։ Մի ուրիշ կնոջ, որը ուղղակի փողոցում ուրիշ լրագրողների հարցման ժամանակ ասել է, որ տենց մեզ գովերքող ինչ-որ բան է ասել, անվանել է խոտակեր անասուն։ Civic-ը առանց ավել բառ ավելացնելու, առանց ինչ-որ մի բանի, այս երկու բանը վերցրել է, այս ինչ կինը գրել է հետևյալ հայտարարություն հրապարակային։ Civic-ը սկսել են ասել՝ դուք թիրախավորում եք մարդուն, այսինքն մարդու ասածը առանց բանի, որևէ կոնտեքստից կտրելու առանց խեղաթյուրելու, առանց բանանելու, տեղադրելու համար լրատվականին ասում են դուք թիրախավորում եք մարդուն։ 1000 ներողություն, եթե մարդու խոսքը կոնտեքստից չկտրված վիճակում, չմանիպուլացված վիճակում, չգիտեմ ինչ արված վիճակում, այսինքն ոնց կա այդ խոսքը հրապարակայնացնելը թիրախավորում է մարդուն, այդ կարող է այդ մարդու խնդիրն է։ Կարող պետք չի Հայաստանի Հանրապետության 680,000 քաղաքացիների ասել ժեղ։ Ու կարող է այդ 680,000 քաղաքացիներին են մարդիկ ու պետք չի թիրախավորել։ Հա, ու պետք չի թիրախավորել, պետք չի պիտակավորել, պետք չի վիրավորել։ Թե այդ մարդիկ զուտ որ Հայաստանի Հանրապետության քաղաքացի են, արդեն իսկ ձեր համար երկրորդ սորտ են, ես այդ եմ ուզում հասկանամ։ Այն օրը այդ նույն լրագրողը, որը շատ բարկացել էր քո բանի հետ կապված, ասում եմ Ինչի՞ հետ կապ։ Հա, այդ որ ֆինանսավորումը չէր ուզում ասեր։ Երեգեր, ճեպազրույց եմ տալի, ասում եմ, բա Հայաստանի օրինակ ձեր լրատվական, ասում եմ, կոմենտներում տեսել եք ինչ էր կատարվում Civic-ի։ Տեսնում եմ, կարող է ձեր կոմենտներում տենց մենակ ծաղիկներ ու մանուշակներ, բոլոր լրատվականների կոմենտներում էլ բոլոր քաղաքական հայացքների մարդկանց ու բաների նկատմամբ ինչ-որ բան է գրվում, ասում եմ, ոչ, դուք մեր էջում չեք տեսնի արցախցիների նկատմամբ նման բան։ Այդ այն կոնտեքստում, որ
Այն որ հա, Փաստորեն Ղարաբաղցիների նկատմամբ չի կարելի, ինչի հետ համաձայն եմ, ոչ մեկի նկատմամբ չի կարելի, բայց այն մյուսների նկատմամբ կարելի է, էլի Փաստորեն այդ ստացվում է մարդկանց ասածը։ Հետո մեզ են ասում, դուք պարակտում եք, էս եք անում, այն եք անում, չէ, ժողովուրդ ջան։ 680,000 քաղաքացու էլ խոտակեր անասուն, էլ ժեղ, էլ կենթանի, էլ ինչ ասես անվանում եք այդ մարդկանց, բայց սպասում եք, որ մենք է պետք ասենք, վայ ինչ լավ է, վայ ապրեք դուք։ Է գլուխներդ պատին եք տալի։ Իրանք իրականում քրոնիկ եւ անբուժելի ատելություն ունեն ժողովրդի հանդեպ, որտեղ իրանք համարում են, որ ու իրանք ասելով նկատի ունեմ Սերժ Սարգսյանի թիմը, Քոչարյանի թիմը, ռուսաստանցի օլիգարխի թիմը, Կատրիչ Ներսյանի թիմը, Գագիկ Ծառուկյանի թիմը, ինչի՞ է տենց, որտեղ 18 թվի դրությամբ իրանք համարում են, որ իրանք ոսկե դարաշրջաններ նստած էին ամեն մեկը մի փողի քսակի վրա, մի բանի վրա, մի գետա, մի վտակի վրա, ամեն մեկը փող էր առնում, իշխանությունը ունեին, ուր ուզում էին գնում էին, կրակում, մրակում էին, ինչ իրանք հաստավիզ ախրանիկների հետ ֆրֆռում էին քաղաքներում, Աստծո պարգև իշխանությունը իրանցներ, մեկ էլ ոնց կլներ հայ ժողովուրդը հանդգնեց իրանց գալ եւ իշխանությունից հեռացնել։ Ու այդ օրվանից իրանք տանել չեն կարողանում այս ժողովրդին։ Իրանք ժողովրդին ավելի շատ են ատում, քան ինձ ու քեզ։ Որտեւ իրանք գիտեն, որ իրանք իշխանությունից հեռացրել է ժողովուրդը։ Այդ դրա համար իրանք զզվում են, իրանք խորը բան ունեն, ամբուժելի զզվանք ունեն առ ժողովուրդ, որտեւ իրանք ոնց Լուի որերորդներ ֆրանսիական հեղափոխություն Լուի 14, 16 ով էր մի խոսք 16 հա այ ոնց ինքը կզզվեր են գիլյոտինի գնալու ժամանակ են որ արդեն գլուխը կկտրեն այդ վարքյանին ոնց կզզվեր այդ ժողովրդից չէ ոնց կլինի դուք եկել եք ես վերցալում իմ համար կայֆերի մեջ էիր եկաք տարակին ցես ինչ է իշխանությունը վերցրիք գիլյոտինն էլ հերիքի վզիս եք անում միակ տարբերությունն է որ սրանց վզին գիլյոտին չի իջել դրա համար sense հաբրգել են բայց հարցը դա չի մենք խոստացել ենք որ գիլյոտին չի իջնելու բայց այ իրանց ֆինանսական միջոցների վրա գիլյոտին իջնելու է ու իջնում է ու իրանց ապօրինի ձեռք բերած ամբողջ գույքը մուծվելու են բյուջե 18 թվից մինչև հիմա արդեն $700 միլիոն տարբեր գործերով եւ ապօրինի գույքով եւ այլն 770 եթե դե ասում եմ մոտ հա արդեն մտելա բյուջե $770 միլիոն հասկանում ես ու սա շարունակվելու օրինակ Քոչյանի ընտանիքից $200 միլիոն պահանջվում մյուսից այսքան այդ ամենը իրանք պետքա մուծվեն բայց ու զզվանքով պետք է մուծվեն իրանք այսպես զզվանքով ատելով ժողովրդին պետք է գան ու այդ փողը հետ պետք է տան ժողովրդին ու այդ փողը պետք է ուղղվի ժողովրդի կարիքներին պետք է այդ ժողովրդի երեխեքի համար մանկապարտեզ դառնա պետք է բանակում զենք դառնա Քոչյանը որ ասում էր ես չեմ հանգստանալու մինչև իրանց իշխանությունից չհեռացնեմ ինքը իրանց ասելով նկատի ուներ ժողովրդին ու ինքը մինչև կյանքի վերջ պետք է տեսնի որ ինքը իշխանության չի գալու ու ժողովուրդը իշխանությունը վերցրել է ու պահելու է ու բայց էլի ես պետքա վերադառնամ այդ բանին, էլի։ Ես այդ թեմայից էլի ես գիտեմ քո համար էս շատ բան թեմա է, տենց ինքը խնդրահարույց թեմա է, որտեղ բայց ես պետք է խոսամ, որ ասում են Ղարաբաղցիների նկատմամբ պատելություն եք քարոզում։ Ուզում եք ես ձեզ անկեղծ ասեմ, ով է Հայաստանում միշտ եղել Ղարաբաղցիների նկատմամբ պատելության ամենամեծ քարոզիչ։ Քոչարյանը ու Սերժը։ Չէ, միանշանակ, այստեղ խնդրահարույց թեմա չէ, Քոչարյանը ու Սերժը եղել են Հայաստանում Ղարաբաղցիների նկատմամբ պատելության թիվ 1, թիվ 2, թիվ 3, թիվ 4, թիվ 40 միջև քարոզիչները։ Խի։ Նախ հարգելի քաղաքացիներ, եկեք ֆիքսենք հետեւյալը, որ ակնհայտ է, որ Քոչարյանն ու Սերժը Հայաստանում այո արել են землячество։ Արել են հիմա կարած բան անես, չգիտեմ ինչ ուզում ես, արա ակնհայտ է, որ Հայաստանում կոնկրետ աշխարհագրական տեղից եղող մարդիկ իրանց դա պետական ապարատում իրանց օրոք պրախոդ են ունեցել, կներեք արտահայտությանս համար։ Այս կոնտեքստում կարևոր չի, որ իրանք Ղարաբաղցին, կարային դրա փոխարեն օրինակ Իջևանցի կարային լինեն։ Այդ ժամանակ էլ հակաշիրակյան սենտիմենտ առաջանալ։ Հենց դրա մասին է խոսքը, այստեղ դրա մասին չի, այստեղ այդ մարդիկ մեղավոր չեն, այստեղ Ղարաբաղցիները չեն մեղավոր, այստեղ մեղավոր են կոնկրետ այն մարդիկ, ովքեր դա արել են։ Եթե հիմա վարչապետ այդնույն բաներ Իջևանցիների նկատմամբ։ Հակաիջևանյան սենտիմենտ կներ, իհարկե։ Կա տենց բան ախր, չկա տենց բան այս երկրում։ Ասեմ ավելին, բայց կներես ավարտեմ էլի այստեղ։ Գայշնիկները
այն ժամանակ պետավտոտեսուչները 1000 ներողություն ուրիշ վերաբերմունք են ունեցել Ղարաբաղի պետհամարանիշներին ունեցել է ես վստահ եմ ու ես ասում եմ այո տենց է եղել դա եղել է հիմա չենք կարա սրա մասին չբարձրաձայնել հիմա որտեվ եթե սա չենք բարձրաձայնում մենք այս խնդիրը թողում ենք չլուծված ես չեմ ուզում խնդիրը մնա չլուծված ես չեմ մեղադրում այն մարդկանց ովքեր Ղարաբաղցի են ովքեր այդ համարանիշները ովքեր նույնիսկ օգտվել են այդ ամեն ինչից չեմ մեղադրում իմ մեղադրանքը նրա մեջ է որ երկրի բարձրագույն իշխանությունը դրել է այդ բաները դրել է որտեվ չի հասկացել որ դրանով ավտոմատ գեներացնում է այս վերաբերմունքը հիմա կներես էլի էս էլ ասեմ 1000 ներողություն հիմա մեր փողոցի վրա այն փողոցի վրա որտեղ ես եմ ապրում մի հատ Ղարաբաղցի գեներալ նորակառույց ես իմ քանի հարգանի շենք ասարկում Հիմա իմ հարևանները գալիս են ասում են հա բա մեր երեխեքին է բա պետք է տանեին սպանեին եթե իրանց գեներալները sense շենքեր են գցելու հասկանում եմ բայց արի նաև խոստովանենք որ հիմա այո դրանք օբյեկտիվ պատճառներ են որ բերել են այդ սենտիմենտին բայց մենք պետք է անենք ցանենք որ այդ սենտիմենտը վերանա միանշանակ հիմա բայց այդ սենտիմենտը նաև ինչից է առաջացել այդ թվում Ղարաբաղի էլիտայի պահվածքի շնորհիվ որովհետև իրանք հերիք չի այնտեղ լուծարեցին Ղարաբաղը փախան հիմա եկել ստեղ էլ փորձում են այդ խեղճ ժողովրդին Չնայած խեղճ չեն, մեր եղբայրներն ու քույրերն են, ոչ մի խեղճություն իրանց մեջ չպետք է լինի։ Մեր այդ հավասար այս երկիրը պետք է շենացնեն, ապրեն։ Բայց այդ ժողովրդին հիմա փորձում են դարձնել բանը քաղաքական բան, լումա։ Այո։ Ու այդ էլ է ստեղծում հակաղարաբաղյան սենտիմենտ։ Բայց մեր գործը ո՞րն է։ Նենց անենք, որ այդ մարդկանց ազատենք այդ կապանքներից։ Այո։ Այո։ Ու ես միշտ շատ Ինչ ասեմ, ես իմանալով, որ իրանք իրանց մի մեծ հատված այդ ազդեցության տակ է ու մեզ չի սիրում, բայց մենք պարտավոր ենք այդ չսիրելու քառակի սեր տանք իրանց, բայց իրանց էս էլ ֆիքսենք էլի ում Ղարաբաղի սովորական ժողովրդին, ոչ թե այդ թալանչիներին, իրանց էլիտային, Քոչարյանին կամ Սերժ Սարգսյանին։ Ոչ էլիտաներին, այո, ոչ էլիտաներին։ Բայց Ղարաբաղցիները, մեր Հայաստանում ապրող Ղարաբաղցիները պետք է իմանան, որ իրանք Հայաստանում ողջունված են որ մենք ուրախ ենք որ իրանք ստեղ ապրում են, որ իրանք պետքա ստեղ ապրեն, իրանք երեխաները պետքա ստեղ ապրեն, իրանք պետքա շատանան ու մեր հետ օգտվեն այս երկրի բարիքներից։ Ու ես խնդրում եմ մեր քաղաքացիներին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին Ղարաբաղի մեր քույրերի ու եղբայրների նկատմամբ չպրոյեկտել են վերաբերմունքը, որը որ իրենք ունեն Ղարաբաղի էլիտայի նկատմամբ։ Այո։ Ես ձեզ վստահեցնում եմ, այդ մարդիկ մեծամասամբ ամենաշատ տուժածն են այդ էլիտայից։ Իրանք ամենաշատ տուժածն են, որովհետև նախ եւ առաջ իրանք այդ էլիտայի ձեռքի գործով զրկվել են իրանց տնից։ Իրենց հայրենիքից։ Իրենց ամեն ինչից զրկվել են այդ մարդկանց ձեռքով, այդ մարդկանց ձեռի արածով, այդ մարդկանց ձեռի ստորագրածով ուղիղ իմաստով։ Ինչքան էլ նույնիսկ եթե իրանք դա համարում են ոչ թե այդ իրանց էլիտաների մեղք, այլ մեր այնուամենայնիվ դրանից իրականությունը չի փոխվում։ Ու կներես այսօր ԱԺ-ում էս էինք քննարկում։ Սա էլի դասական, դաշնակցական պահվածք է։ Ոնց որ 18 թվին կորցնել քո ժողովրդի բնակության արեալի մի մասը, հետո այդ փախստական դարձած ժողովրդին տասնամյակներով բան դա վերածել փողի։ Այսինքն ասել դու պանդուխտ ես, դու կորցրել ես քո հայրենիքը, բան հայդատ, բան պատմական արդարություն, դուր փող դուր, ես կենացներ կասեմ, դու փողը դուր, ես կենացներ կասեմ, փող դուր, կենացներ կասեմ, հայրենիքը կփոքրանա, ես կենացներ կասեմ, կփոքրանա, ես կենացներ կասեմ։ Բայց փողը չմոռանաս, ու հիմա նույնը, այդ պահանջատիրությունը, այդ հայդատականությունը ուզում են փաթաթել Ղարաբաղի մեր ժողովրդի վզին։ Ու չեն ուզում հանգիստան այդ մարդկանց, հասկանում ես։ Չէ, բայց ես վստահ եմ, որ այնտեղ էլ Բայց ոնց որ այն ժամանակ Արարատ սարն են կորցրել իրանք, այդ նույն ձև էլ 23 թվին իշխանությունը վերցրեցին Ղարաբաղում, 19 օր հետո լուծարեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Ու ոնց մինչև հիմա մոնետիզացնում են Արարատ լեռը, հիմա էլ ուզում են մոնետիզացնեն Ղարաբաղի մեր ժողովրդի զգացմունքները։ Այո, այո, բայց լավ լուրը ստեղն է, որ ես այդտեղ մեծ շիֆտ եմ տենում։ Ղարաբաղցի մեր քույրերի ու եղբայրների բանում։ Ներվերս ամեն անգամ այս թեմայից իմ ներվերը մի քիչ բան է, բա որ չեն ասում, «Խի եք ասում Ղարաբաղցի, ինչի չեք կարող ասեք Արցախցի»։ Մի հատ, արա Քոչյանը չէր ասում Ղարաբաղցի եմ։ Դուք տանը ինքներդ ձեզ Ղարաբաղցի չեք ասում այդ ռիլերը, որ գցում եք, նայում ենք, մենք իդեպ շատ անուշ վիդեո էր գցել Լևոն Քոչարյանը, երեխու մասնակցությամբ շատ անուշ վիդեո, շատ անուշ վիդեո էր աստված այդ երեխուն, բայց չեք ասում, այդպես վատ բառ է Ղարաբաղցի, որ մի հատ է բան եք անում, ասում եք, «Խի եք տենց ասում»։
Շորչան այդ մարդիկ իրանց այտենց են ասում։ Այդ դուք եք բան սարքել այդ թեման։ Դուք եկել եք մոնետիզացիայի հարց սարքել։ Եկել եք փորձում բան սարքեք, մարդու բնական բառը փորձում եք փոխեք ախր։ Ու իրանք այտենց չեն կողմնորոշում վերջ, իրանք մեղադրում են Փաշինյանին, որ այն ժամանակ ասում էր Արցախը Հայաստանը եւ վերջ, տեղը մեղադրում են Փաշինյանին, որ հիմա չի ասում Արցախը Հայաստանը եւ վերջ։ Հնարավոր չի նույն մարդուն միաժամանակ մեղադրել, որ ինքը ժամանակին ասել է Արցախը Հայաստանը եւ վերջ, եւ որ հետո չի ասում Հայաստանը Արցախը Հայաստանը եւ վերջ։ Այո։ Այո։ Շատ բան է։ Դա բայց այս ինքն ենք այս թեման արդեն ասեն, ինձ թվում է շատ բան է, էլի առհասարակ աննորմալ կլինի, եթե մենք այս թեմային էլի մի հատ է անդրադառնանք։ Բայց սա հեչ։ Տեսար մեզնից բան եղան, vocation-շվեցին, կամ գուցե ոչ մեզնից ով իմանա, Քոչարյան Ռոբերտը որոշեց ոդկաստ կարի, դա Ես թվում է դարի քրինջն է։ Կոտրվեց էլի։ Ուժեղ տղեն կոտրվեց։ Բայց ես այդտեղ ողջունում եմ, գիտես որ փաստը։ Ես այդտեղ ողջունում եմ այն փաստը, որ վերջապես Քոչարյանի դաշինքը հասկացավ ու Աննա Գրիգորյանին ու Ագնեսային դրեց մի հարթության վրա վերջապես։ Ու բոլորի համար ակնհայտ դարձավ, որ Հայաստան դաշինքի թիվ 1 կինը իրականում Ագնեսա Խամոյանն է։ Իմ ընկալմամբ դա այդ ոդկասթը sense ոնց որ այս լույսը ոնց է, չէ՞։ Նայել ես, ես չեմ նայել իրական։ Ես հատվածներ եմ տեսել։ Ես տենց բանը մի քիչ բան ունեմ, տենց հոգեբանական տենց բռնություն պարունակող կադրեր նայում եմ մեկ-մեկ YouTube-ով, սա այդ դեպքերից է։ Նայել եմ իրական շատ ծիծաղալի է ու դիտումների տեսանկյունից էլ իրականում։ Հա, մեզնից շատ ունեն դիտում։ Մեր 10%-ի չափ ձգում են, ինչը իմ համար մեծ զարմանք է, մեր դիտումների 10%-ի չափ իրականում ձգում են։ Դե գուցե ամեն դեպքում վարչապետի առաջարկը պետք է ընդունի պարոն Քոչարյանը։ Որքան հասկանում եմ, շուտով կընդունի։ Հա, բայց կանցնի մեզ։ Չէ, վստահ եմ, որ չէ, որտեղ իմ ընկալումն էլ է, ես համաձայն եմ վարչապետի հետ, որ իր դեպքում անհնար է նույնիսկ այդ պարագայում անցնի, բայց դիտումներից քանի խոսացինք, նորից ձեզ կոչ եմ անում հավանել տեսանյութը անպայման, բաժանորդագրվել արեքին, կիսվել ձեր սոցիալական ցանցի էջերում, դա շատ կարևոր է, որպես տեսանյութ տարածվի։ Կարող է արհեստական բանականություն Սամվելն էլ ոդկաստ սկսի, որտեղ ինքը կխոսի մեկ այլ արհեստական բանականության հետ։ Հենց իր արհեստական բառականության։ Հա, կամ թեկուզ, այո, ինքը իր հետ խոսի։ Իսկ մա լավ միտք, արժի արհեստական գեներատոր դնեն։ Հա, արհեստական մտքերի արհեստական գեներատոր։ Երկու հատ ChatGPT, sense դնեն ու իրար խոսան։ Բայց հասկանում ես, չէ՞, սա ինչ կրինջ է, ասենք իր բնույթով։ Ուժեղա, բայց վախենում է խոսա։ Բայց սա ինչ կրինջ է, ասենք ինչա նշանակում մարդը փառք Աստծո կենթանի առողջ կա օրենքով բոլոր հնարավորություններն ունի խոսելու, բայց չի խոսում։ Բայց դու տեսար, չէ՞, վաղուց հայտնի էր, որ որևէ խոսքի սահմանափակում չկա իր վրա։ Այնքան իրանք ասեցին, չէ, բա որ քնչականը, բա որ քննիչը ջղայնանա, բա որ ջղայնանա, քնչականը մի հատ էլ հատուկ հայտարարություն արեց, որ Ժորժ ջան, խոսացեք, չէ, մա չի խոսում։ Բայց ինչ պետք է խոսա։ Չէ, ինձ թվում է sense դուբլ, կտոր, ամեն տառը հավաքելով հիմա հավաքում են, որ մի հատ ասի բարև ձեզ ժողովուրդ, ես լավ եմ։ Ասում եմ, դա լավագույն ձևը եւի հետեւյալն է, երկու հատ ChatGPT դնում են իրար հետ, թող խոսան։ Էտա։ Հա, որ հեռախոսներով տեսել ես, չէ՞ վիդեոներ, որ sense երկու հեռախոս դնում են իրար հետ սկսում են շփվել, բան։ Հա, թող իրար հետ մեկի անունը թող դնեն Samvel 1, մյուսինը Samvel 2։ Ու թող AI Samvel ու AB Samvel, մեկը կլինի հայաֆիկացված։ Հա, մեկը ասի Samvel դու ուժեղ ես, մյուսը ասի չէ Samvel դու ես ուժեղ։ Այն մյուսը ասի չէ Samvel դու ավելի ուժեղ ես։ Այն մյուսը ասի չէ դու ավելի ուժեղ ես։ Ու այդտեղ գա որդին եւ ասի ես առաջարկում եմ ստեղծել սեքսի նախարարություն։ Հա, շատ հետաքրքիր սցենար տվեց։ Չպիտի Հայաստանում լինի չբավարարված արհեստական բանականություն։ ChatGPT չպիտի լինի չբավարարված։ Շատ հետաքրքիր կոնտեքստ առաջարկեցին, ինձ թվում է այդ պրոմպտը վերցնելու են ու դնեն ու ամեն։ Չգիտես ինչի ես այդպես կարծիք ունեմ, բայց այդտեղ ինձ թվում է մենք բոլոր հնարավոր թեմաներից խոսեցինք։ Ինչի մասին որ արժեր խոսել։ Ինչ կարծիք ես, ինչ մոռացանք։ Երևի, հա։ Գնանք մեր գործերով, հա, ջան։ Այսօր կակրաս ահագին շատ ահագին գործ չենք մոռանում հավանելու բաժանորդագրվել ես ու Ռուբենն էլ գնանք կպնենք մեր գործերին ինչպես ասում են ստեսություն մեր բոլոր իրական եւ արհեստական հետևորդներին նկատի ունեմ արհեստական բանականությամբ մեզ բոլոր հետևորդներին իրականներին ավելի շատ